Չտես պարյատկին արել եմ, վաղտի շուտ է, ես 25 տարյա, ամեն ինչ արել ենք, ստեղծել ենք բեր, հմի մնում է, եթե տարու է, թող ինձ 40 տարվա հերթ ունեմ համարյա, թողտա, ինձ հասանելիք տունս թողտա։ Տանը չեն խաղանը։ Մի խաղա։ Ես բանը, եթե հմի մարդիկ իրանց նախկին սովետական փողն են ուզեմ, ես էլ իմ նախկին սովետական միության ժամանակ, որ աշխատել եմ, ստեղծել եմ մինչև 99 թիվը, բնակարանի հերթն էլ կարան գնան արխիվները նայեն։ Խնդիրը այն է, որ 89 թվից երկրաշարժից հետո բնակվում ենք տնակ հանրակացարան, ասյոտակի տնակա, տուն չի, բայց հույսել չունենք, տուն ունենալու, մեր հերթերը աշխատել եմ ես էլ ամուսինս էլ ամեքս տարբեր գործարաններ եմ, հերթը բնակարանային այտենց է կորել է երկրաշարժից հետո։ Աշխատանք չունենք, հույսել չունենք, որ մենք կարող ենք տուն գնել։ Խնդիրը, որ գոնե սեփականաշնորհեն մեզ իմանանք, որ մեր ծածկն է, մեր գլխի վերևն է, վաղը մյուս օրը չգան կանգնեն, ասեն դուրս եկեք, ոչ ապրելու տեղ ունենք, ոչ գնալու տեղ ունենք։ Ապրել ենք 4 հարկանի հանրակացարանում։ Երկրաշարժի ժամանակ, որ քանդված բաներ ուներ, էլի վերանորոգման էր, այս պատրաստեց խմզահոտը, հատկացրել են մեզ։ Ժամանակավոր, որ տունը ստանանք, ժամանակավոր, որ հերթերն է դվոր տենց կորավ, տան հույսել ընդհանրապես չունենք։ Ու քանի անց եք։ Մենք այս պահին 5, թորն էլ հետը։ Թորնը այս հետը 6։ 6 անց։ Յուրաքանչյուր ընտանիքը 6։ Բազմապկատի 4 սենյակով կարող է այդքան բնակարան կառուցի տա։ Ենել այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի 70%-ը վթարային է։ Եվ ինչ հիմունքներով տյանի։ Մի հատ էլիտա շենք հաշինել ձեցկի միրի մոտ։ Այն մարդկանց հիմնական բնակիչները չկարած ապահովի դատի տվին մինչև 5 տարի չէր կարող ապահովի։ Հիմա եկել աստեղ վերակալ ով է Գագիկ Ղազարյանը, հարց են տալի, եթե 45 տարի ապրում են մարդ, 61 տարեկան եմ, 3-րդ կարգի հաշմանդամ մանկուց, մինչև 45 տարի ապրում եմ հանրակացարաններում, 45 տարի կիրովականում ապրում եմ ժամանակավոր, իսկ եթե Ռուսաստանը մլեի կամ մի այլ երկրում, նրանց ռեալ քաղաքացի կհամարվի, որտեղ գնում են գործարքանելու ոչ մեկն էլ չեն ընդունում, նկատում են ժամանակավոր գրանցում է, բացի հետնել քիմիական գործարանն լսում են թե չի, գնա ասում են հնարավոր չի, հնարավոր ժամանակավոր սովետի վաղտը որն էր, դե տվեք իմ, ստեղծել եմ, ես ստեղծել եմ, աշխատել եմ ստեղծել, տվեք դե, մեզ գասեմ ինչ ասում, այս վերջեր կհեկավնդի են հայաթը, աղբը բրթեզ լծուց, ասավես իմ տարածքն է, ես ուստեղ մարզադաշտ եմ շինիլ, և դրա համար են ծառերն են լինքը կտրեց, բայց կայլ է հետևել է, բնության պահպանության ով է դրան թույլ տվել, քաղաքապետն ասավ չկտրել, էտել, քաղաքապետը մենակ թույլ է տվել մեր շենք են որ ցույց տվեցի, որ են ծառը կտրել, շենքը փչացնում էր, այդ մեկն ասավ, երկսի օրա եկավ տեավ, ես անձապ են մարդին ներկայության բաց, մենակ այդ մեկը, հակրի շիշիպ երեխես ան, ծառը պատճառը ծառը ջարդել էր, ճիշտ է, բայց ետել ոչ մեկը ինքն է իր ուժը չեն արել։ Դաժե այստեղ մի հատ ծառը կար, այս ծառերն էտելու ժամանակ էլ ջարդեցին, այս երեխեն կաթում էր, տեսար տանը։ Չի թույլատրում անօրինական ասма, ինչն անօրինական։ Հլա այս շենքը բեր բիրկա կպցրու, ինչի չես կպցնում։ Հարցնում եմ։ Ուզում էի այստեղ Այստեղ ուզում եմ ինքը, այստեղ, այս նույն ձևի, կողնի, խոճոր կողնի։ Ֆոքս է կողնի շինի, իրա երեխեն, իրա ընտանիքը, այստեղ ասենք, հնարավորությանը։ Այդ հարցերով դիմում եք քաղաքապետանին, իրանք էլ արգելում են։ Համի, տես ինչա, քաղաքապետին դիմեցին։ Իրանք ասում են մեր տարածքը չի սա։ Խնդիրը ասում են Գագիկ Ղազարյանն ով է հարց եմ տալիս։ Գագիկ Ղազարյան, եթե սա էլ է քիմիական գործարանին, քիմիական գործարանն է իրա բանվորներով իրա ուժով է այս բանը հավաքել, այս հանրակացանը։ Հավաքել է տվել մեզ ժամանակավոր, որպեսզի բնակարանով ապահովել։ Այս հիմի էլ բնակարան չկա, չեն կառուցում։ Եթե սա մեզ տան։ Սա էլ է քիմ գործարանը վեր ենք տվել, հլա գնան ինչ որոշում ա քիմ գործարանը տվել իրանց։ Եթե քիմ գործարանը տվել է, դրա տեմը ինչ են հատուցելու ժողովրդին։ Ասում է գնա շենքը, ինձ ասում է գնա դու տունն ա, ես գործ չունեմ։ Խի, եթե ես ծերության թոշակ եմ անցել 30,000 դրամով կարամ տուն ամառնեմ, ասա 83 տարեկան հերը կարա տուն առնի, 7 ընտանիք են, 7-ից 4-ն են նորմալ ասենք,
առողջական այդքան բան չեն, 3-ը ինվալիդ են։ Քաղաքում սրա նման ոչ մի տեղ չկա։ Մետրո կես գետնից բարձր է։ Տակը չոր, պոլերը չոր։ Մնում է թույլ տան այս մարդ իր սենյակները նորմալ ամրացնի։ Թույլ տան սարքեն մեր ուժերը։